Եկեցե արքայություն քո, եղեցի կամ քո, որպես երկինս և երկրի, ստացած մեր անապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սարքեցին, որպես և մենք թողում մեր ծառայողանց, և մի տանից մեծի գործություն, այլ հրյաց մեզ ճարեք, դիգույն արքայություն և զորություն և Իմաստություն Հոր Հիսուս ու մեծ իմաստությունս բարեսոր են խոսել և գործել առաջնորդ իչար որակոտ ծուտանից Հրիտոսոս ներգյացրեց և ողորմիակ բարելացոց և մեզ վազնարկացից։ Ամեն։ Մեր համայնքը միշտ ասել եմ բարի եկոնակ և միշտ ասել եմ, որ Եվասում օրգուրած նահանջիկ, իսկապես օրգուրած համայնք ենք։ Շնորհակալություն նրանքին Անջելայի որտան մեր կյանքում, ես իրենց փորձն եմ լսել, հրաշալի է հիմա էլ ապացուցեցին, համարյա մի համերգ եղավ արդեն, մի 15 րոպե առաջ, Վայիերտ, վայել ենք ուղղակի ինչպես Տեր-Հայրն ասաց։ Հրանտ և Անջելա։ Today we have the pleasure to hear Mr. Grant and Ms. Angela's performance. We're very blessed to have them today here, and we're going to enjoy the beautiful music they're going to play, the beautiful singing of Penang. And let's please enjoy the performance together.
Քանի որ այս ամսվա երրորդ շաբաթ օրը, երրորդ շաբաթին նշվում է հայրերի օրը, իսկ մենք շատ պատվարժան հայրեր ունենք ու շատ սիրում ենք նրանց, ապա որոշեցի, որ եկեք հենց այս օրը նվիրենք մեր հայրերին, շնորհավորենք նրանց գալիք տոնը, նրանց երկար կյանք ցանկանանք եւ ուրախ երկար օրեր, հպարտանան, ուրախանան մենք իրենցով, իրենք մեզնով, որ ներս մտնեն ոտքի կանգնենք հին ավանդույթով, անկախ տարիքից։ Բայց երբ որ ուզում էի այս մասին խոսել, ինձ հետաքրքրեց հայրերի տոնի ծագումը եւ պարզվեց, որ հայրերի տոնը Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում ոչ այս կողմ, ոչ այն կողմ սկսվել է մեր մոռացա քաղաքի անունը Սփոքեն քաղաքից, այսինքն այս նահանգի Սփոքեն քաղաքից 1909 թվականին Սոնորա Սմարտ անունով մի կին եկեղեցու մայրերի տոնի օրը աղոթք անելիս հանկարծ հիշում է, որ հայրերին նվիրված տոն չկար։ Հայրերին նվիրված տոնը, որ մտածում է չկա, իսկ իր հայրը մենակ մեծացրել էր 6 երեխա։ Դեմում է քաղաքային իշխանություններին եւ նահանգին, որպեսզի հայրերի տոն ընդունեն։ Եվ իր հայրն էլ ծնվել է հունիսի 5-ին, մի երկու տեղ հանդիպեցի հուլիսի 5-ին, որոշում են, որ այո, երրորդ շաբաթը ընդունեն որպես հայրերի տոն։ Ինքը շատ հպարտ էր իր հորով, ընդհանուր առմամբ ներ էր արվում այն հայրերին, որոնք
որբ երեխաներ են մեծացրել, բայց ինչու, եկեք բոլոր հայրերին նվիրվենք։ Եվ Ռիչարդ Նիքսոնը 1972 թվականին հայտարարում է համազգային տոն, որը հետագայում նույնիսկ արդեն հիմա Հայաստանում են նշում, սփռվում է ամբողջ աշխարհով մեկ։ Yesterday was Father's Day, and as Tiki Nasmik was saying, June, the third week of June being celebrated as Father's Day, we would like today's presentation and our music to be devoted to fathers across the world. And there's an interesting story regarding Father's Day, and it is no coincidence that we're in a church right now. If you happen to know, the person behind Father's Day was a woman named Sonora Smart, and she coincidentally is from Spokane, Washington. And the story goes that in 1909, Sonora Smart was sitting in a church on Mother's Day, and as the ceremony went on, she couldn't help but feel the absence of her mother, who had passed away, and her father had raised her and her 5 siblings entirely on his own, taking the role of both mother and father. And it was in this moment when she realized that there was no equivalent celebration for fathers. She felt strongly that a man who sacrificed so much deserved to be honored at least one day and celebrated one day. So Sonora took this idea to the local government bodies and advocating for an official day to recognize Father's Day. Eventually the idea gained traction, and Father's Day was first celebrated only in Washington state, and now, as Tiki Nasmik was saying, it was spread around the world, including Armenia. Over time, it grew into popularity across the country, and in 1972, President Richard Nixon made it an official holiday. And ever since then, it's been a yearly tradition to celebrate on the 3rd week of June, celebrating Father's Day. Thank you, God. Ու շատ պրպտեցի ճիշտն ասած հարյուրավոր բանաստեղծություններ գտա եւ հայերենում եւ բոլոր լեզուներով նվիրված մեր թանկագին մայրերին։ Հայրերի մասին էլ գտա ու առաջին բանաստեղծությունը, որը ուզում ենք անպայման նվիրենք մեր հայրերին, ամենայն հայոց որբերի հայրիկ, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունն է, կոչվում է Կաղնի, որը նվիրում է ամենայն հայոց հայրիկին, Խրիմյան հայրիկին։ Լսենք Ֆրանսին։ Անտառի միջին բարձրանում էր մի հաստաղուն հսկա ծերունի կաղնի։ Երկինքը բոցոց, շանթ ու կայծակով այրել էր նրա բունը, շատ անգամ և փոթորիկը հյուր սառը զարկով զարկում էր անդուր սուրում չարական։ Բայց նա միշտ կանգուն, նա միշտ աննկուն հուսով նայում էր անբաց երկնքին։ Նորաշուքի տակ նրանից շատ ցած խռնվել էին իրար փաթաթված աննշան խոտեր, թփեր ու ծառեր։ Նրանք նայելով մեծ կաղնին ի վեր թեք-թեքվում էին իրար ականջում, չնչին ձայներով դժգոհ շրշնջում։ Սա որ վերև է բարձրացել այսքան, ոչ որոտ գիտի, ոչ քան, ոչ բան։ Ինչպես ասացի, պրպտումներիս արդյունքում հայրերին նվիրված գտա բանաստեղծություններ, մի քանիսը նույնիսկ շատ լավն էին, բայց միևնույն է որոշեցի հայրենիք բառի հիմքում ընկած է հայր բառը, ուրեմն եկեք բանաստեղծությունը ոչ թե հայրերին, այլ հայրենիքին նվիրենք։ Մի 2 ժամից Հայաստանում լույսը կբացվի, ու հերթական անգամ մեր հույսն էլ պիտի բացվի Աստծո օրհնությամբ, որովհետև նա մեր ամեն բոլորից հայրն է։ Պիտի խնդրենք, որ հույսով բացված առավոտ լինի։ Հայաստանը ծաղկի, որովհետև հայը հայ չի առանց Հայաստանի, ինչքան էր որ հեռու գտնվի։ Ու այդ պատճառով որոնումներիս արդյունքում գտած բանաստեղծությունը Վահագն Դավթյանի Պարտքս բանաստեղծությունն է,
որը հիմա կլսենք Նինայի կատարմամբ։ Ուրեմն հայրերի փոխարեն բանաստեղծությունը նվիրում ենք հայրենիքին։ Լեռան լանջից նայում եմ քեզ։ Ել, Հայաստան, կապույտ հագիր։ Դու քարեղեն իմ առեղծված, իմ քարեղեն ճակատագիր։ Կատարներիդ լճեր կան լուրջ, ուր քո ոգին է մկրտվում, այդ լճերի ծփանքներին ես մաքրության ցոլանք եմ պարտք։ Փլված կամար, վեմ տապալված, եղինջներով բուրող անի։ Քո այդ փլված կամարներին ես խոյակներ ու սյուն եմ պարտք։ Ես ծունկի եմ իջել հոգնած դեր ձորի սև ավազներին, բայց զոհերիդ անհայտ ու որբ շիրիմներին դեռ խունկ եմ պարտք։ Սիրտս բացել, բույն եմ տվել քո վիրավոր երազներին, տուն հայրենի, ես քո շեմքին որդիական արցունք եմ պարտք։ Արարատն է նայում հեռվից, կրծքին խորունգ վիհը վերքի, ես քո ցավին այդ վեհերից վեր ելնելու խոյանք եմ պարտք։ Կապույտի մեջ քո հարության սուրբ հրաշքն է ցոլում երկիր, քո հարության այդ հրաշքին ես ողջակես ու կյանք եմ պարտք։ Ու նորից պայծառ առավոտ ու պայծառ ապագա ցանկանանք մեր երկրին, հուսանք, որ լավ է լինելու եւ ամեն մեկս երկրից դուրս թե երկրի ներսում մեր փոքրիկ ու մեծ պարտք կտանք մեր հայրենիքին, թեկուզ մեր երեխաներին օտարափերում հայ մեծացնելու գնով։ Ու քանի որ հիմա նորից հրանտը պիտի երգի, որոշեցինք, որ հաջորդ երգը պետք է լինի Առնո Բաբաջանյանի ազգին փառապանց երգը։ Լսենք նրան։
Ես լսեցի մի ամուր ձայն, իմ ծերացած մորմոտեր, այլեց նշվում ուրախության, բայց ափսոսում երազեր։ Կարկաչաոս աղբյուրն այնտեղ, ավաղում էր մարգարիտ, նա հաստակ էր, որպես գյուղեր, այն երազը ծնորամիտ։ Կրծքին սեղմեց կարոտագին, աչքս զրկեց շատացեր, օրս ամպույր ես զգացի, ախ ինչու այն երազել։ Օրս ամպույր ես զգացի, ախ ինչու այն երազել։ Ձյոծազոն բերների լանջերի տիգնած, ալներ դու ճամպորդին սևան, կյանք ես դավելնում էր սարդերին պապակ, ու ծարավ ես հիմա ու հոգնած, ու ծարավ ես հիմա ու հոգնած, երասեվան ծարավ իմ սևան, վարդիկ ծովերի արկան, սպասիր սևան, շունչ քաշիր սևան, կոնիկն է շատում արկան։ Ողդելով իր ճամփան կարավորուհին, հեռավոր տեսիլքովը տարված, քենթաբար չեղկում է շախտան լեռների, իր շապակախ ու ձորի մարպան, իր շապակախ ու ձորի մարպան, երասեվան ծարավ իմ սևան, վարդիկ ծովերի արկան, սպասիր սևան,
արշեն, արտիքների բույնես չկնապետ արշեն, Բարբարոս ծեղերի անդադար սանձով, դու քաչերի օրան իմ քաչկետ արշեն, Բարբարոս ծեղերի անդադար սանձով, դու քաչերի օրան իմ քաչկետ արշեն, Չորս կողմը տապոն է, ճամպեքը պակված, երկինքը ծևոտ, ամպեր կուտակված, Ոգիտ հայկական չեներն են լքված, դու կասուր կմնաս ավեր կետաշեն։ Ջահետաղ էի դու քիչ ունես կետաշեն, բայց ծրել էլ ոչ մի բանով բակարշեն, ամեն մի կինի Իդայի տնաշեն, ես հաղթել չի լինի իմ կատկետ աշեն, ամեն մի կինի Իդայի տնաշեն, ես հաղթել չի լինի իմ կատկետ աշեն, չորս կողմը տապոն է, ճամպեքըտ պակված, երկինքըտ սևոմոտ, ամպեր կուտակված, ոտիտ հայկական չեներն են լքված, դու կասու կմնաս ավեր կետաշեն։ Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս, ակարակ թշնամուն պիտի չենանաս, այլ Հայաստանին պիտի միանաս, Արցախի դարպասն ես իմ կաչկետ արշեն, այլ Հայաստանին պիտի միանաս, Արցախի դարպասն ես իմ կաչկետ արշեն, չորս կողմը տամբուն է, ճամպեքըտ պակված, երկինքըտ սևոմոտ, ամպեր կուտակված, ոգիտ հայկական չեներն են լքված, դու կասու կմնաս ավեր կետաշեն։ Ուղղակի շնորհակալություն, բայց այսքանից հետո ուզում եմ 3-4 տողել ես ասեմ, ուզում եմ հուզված գնանք տուն ու աղոթենք մեր երկրի համար, աշխարհ անցիր, Արարատի նման ջերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա, ես իմ մասիս սարն եմ սիրում։ Մի փոքր փորձ եմ առաջի անգամ կյանքում պիտի իմ մասին Ձեր մայրիկի մասին է, որ ձեր շնորհակալ եմ։ Ուրեմն ծնվել եմ 1969 թվականի փետրվարի 16-ին Երևանում, ուրեմն ապրել մեծացել, սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, հետո միանգամից ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որպես փողային գործիքների բաժին, որպես հոբոյահար։ Ու ավարտելուց հետո մի խոսքով աշխատել եմ Լորիս Ճգնավորյանը այն ժամանակ ուներ երիտասարդական օրկեստր, աշխատելուց այնտեղ մի խոսքով միջև էդ էլ ասեմ, որ ծնողներից մասին հայրս Արևմտյան Հայաստան Սեբաստիայից էր, մայրս Գյումրիից, ասեմ, որ իմ դպրոցական տարիներին արձակուրդները Գյումրիում էի անցկացնում ու միշտ ամառները սիրում էի քաղաքը ոտքով քայլել, մի խոսքով Գյումրին հայտնի այդ արվեստի արհեստների քաղաք գիտեք դուք։ Շատ երաժիշտներ հետաքրքիր է, որ կոնսերվատորիայում շատ հանդիպեցի երաժիշտների գյումրեցի, որ գնում ենք, երևի կարող ասեմ քեսից ավելը երաժիշտների փողային մանավանդ գյումրեցիներ էին, մի խոսքով հետո
տենց հանգամանքների բերումով, ինչպես եւ շատերի 94 թվականին Միացյալ Նահանգներ եմ եկել, մի խոսքով 3 տարի հետո ամուսնացել եմ, 96 թվականն էր դա, ուղղակի ինչի շեշտում եմ, որտեղ այս տարի 30 տարի արդեն առաջ էր էլի ամուսնացանք, ունեմ 3 երեխա, մի խոսքով մենք տանը շատ սիրում ենք երաժշտություն, միշտ եւ ոչ միայն բնություն, մենք սիրում ենք միշտ դուրս գալ, ասենց ասած, ու երեխաներս էլ միշտ ասենք համերգներ, ես աշխատել եմ, ուրեմն լավ ամուսնացա, եթե մի քիչ հետ ու առաջ գնամ, որտեվ մի քիչ ամեն ինչ ուրեմն երբ որ ամուսնացա, 2 երեխա ունեի, հետո մենք նորից վերադարձանք Հայաստան եւ ես 99 թիվն էր դա ու ընդունվեցի Չեքիջյանի անվան երջախումբ, ուրեմն 99 թվական էր եւ 2001 թվականին ուրեմն քրիստոնեության 1700-ամյակն էր եւ համերգներ ունեցանք շատ այդ տարիներին ու Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ես առաջին անգամ Մոցարտի ռեկվիեմի այդ բասի սոլոն ես կատարեցի, որը որ միջև հիմա ես չեմ մոռանա, որտեվ դա առաջինն էր ու այդ եկեղեցում ասած հետո ուրեմն մեկնեցինք Փարիզ, Աստվածամոր տաճարում ելույթ ունեցանք, 2 նախագահներն էին ներկա Հայաստանի եւ Ֆրանսիայի, այո, շատ լավ մեզ ընդունեցին, հետո Մոսկվան մեզ ընդունեց Կրեմլյան պալատում հանդես եկանք համերգով, Հունաստանում այդ տարին, այդ շատ բուրն էր էլի 1700-ամյակի այդ ուրեմն համերգները, հետո 2002-ին ընդունվեցի ազգային մեր օպերային թատրոն, որպես մենակատար եւ շատ ուրեմն դերեր կատարեցի, երգել եմ մինչև 2017 թվականը, հետո բայց մինչև 17 թվականը տղաներս Արմենը եւ Արան որոշեցին, որ գան Միացյալ Նահանգներում իրենց ուսումը շարունակեն, իրենց տատիկ պապիկ ստեղ են ապրում, կնոջս ուրեմն ասեմ, որ կինս ուկրաինուհի է, բայց խոսում է հայերեն, լավ, մի խոսքով իրենք, որ եկան 17 թվից առաջ էր, իրենք սովորել են մինչև այդ Խաչատուր Աբովյանի համար 2 դպրոցը, այդ Պապլավոկի մոտ էլի, դրամատիկական թատրոնի մոտ, մի խոսքով իրենք, որ այդեն Միացյալ Նահանգներում էին, մենք 17 թվին ես դիմում գրեցի թատրոնից դուրս եկա, բայց լավ կարող է հետաքրքիր սա էլ ասեմ, միաժամանակ 2 տեղ եմ աշխատել, ուրեմն մաքուր երկաթի գործարանում էլի, դե որտեվ ընտանիք պետք է, թատրոնի Երկելով երկաթ ես հայացել։ Բայց գիտեք ինչ, Աստծո օգնությամբ ասեմ էլի, որովհետև ոնց ես կարողացա այդ 2, հիմա ես երբեմն զարմանում եմ, ոնց կարող է ես 2 full time էլի սենց ասում են աշխատանք։ Մի խոսքով նենց էր լինում, որ երբեմն այն աշխատանքից վազում է թատրոն ներկայացում երգելու։ Բայց ասում եմ, սա միայն իրոք օգնության, որտեվ մի անգամ ճիշտ ասած այնքան հոգնած էի, մի անգամ խնդրեցի, ասեցի բեմում հանգարց չընկնեմ էլի, կարողանամ միջև վերջ երգեմ, այդտենց հոգնած էի։ Մի խոսքով, բայց լավ են անցել, ինչքան ինձ նշանակել են դերեր, ես մեծ սիրով երգել եմ, երբեք, ես չեմ համարել դա աշխատանք, ինձ համար դա ուղղակի կյանքի հոգու մեծ սիրով եմ դարել, որտեղ երաժշտությունը այդ ինձ բանա, որ չգիտեմ,
չգիտեմ, էլի, առանց երաժշտության ուղղակի ես չեմ պատկերացնում իմ կյանքը։ Ու իմ երեխեքն էլ երգում են, նվագում են, փորձում են տաննել մենք ու որակյալ երաժշտություն ենք, էլի հիմնականում փորձում ենք, որտեղ ունենք էլի մենք ասենց դասական լավ գործեր ու շատ հաճախ էլ օպերայում դիրիժորների եւ Թոքչյանի հետ էլ եմ ելույթ ֆիլհարմոնիկի հետ 3 օպերայում օպերա եմ ես երգել ֆիլհարմոնիկ օրկեստրի հետ համերգային կատարում իհարկե որտեղ այնտեղ բեմ տենց չի ոնց որ օպերայում Թոքչյանի հետ օպերայում Դուրգարյանի հետ մենք մի հրաշք Աիդա օպերա բեմադրեցինք կարծեմ երբ էր իտալացիները եկան եւ դեկորները բաներ շատ հզոր ներկայացում եղավ Աիդայում ես թագավոր էի երգում փառավում շատ գեղեցիկ կոստյումներով հա լսվում է ձայնը չգիտեմ հա լավ փորձեմ բանը չէ միկրոֆոնով ես փորձեմ իմ միկրոֆոնը օգտագործել երգիչները ունեն չէ մի խոսքով դիրիժորներ հա Արզումանյան, Հարութ Արզումանյան, շատ Վարդան Հակոբյան, շատ դիրիժորներ արտասահմանից են եղել, Յուրի Դավթյան, գալիս էին, ասենք համերգը, մի խոսքով, էլ ինչ ասեմ, հայրս Ես զարմանում եմ, որ հայրս առանց երաժշտական կրթություն ունենալու ու դեր նվագում եւ դաշնամուր։ Եվ տանը միշտ, գիտեք ինչ, իմ պապիկից ես փոքր երեխա հիշում եմ, որ պապիկս միշտ նվագում էր ու երգեին բոլորը, էլի։ Խոսքով լավ, եթե ես շատ բան չանեմ, հա, ումից պատեմ։ Հա, քույրս էլ երգչուհի աշխարհի բոլոր բեմերում երգած եւ մեր տանը մայրս լավ ձայն ուներ, ճիշտն ասած, ու միշտ պապիկս որ ընտրիկ ասենք ճաշում էին, հետո ինչ պետք է անեին ու դվերցնում էր, ես սկսում էին բոլորը երգել։ Ու բոլորը ուզած չուզած երգում էին, էլի, ասեմ ձեզ, ես որ ընդունվեցի կապելա, ես էլ երգել չգիտեի, Արմենն էր Ասլանյան, իմ կողքս, հետո մայստրոն նեցիր, որ ով ընդունվում էր, կանգնացնում էր միանգամից, որ պիտի համերգին երգի, ես ասում եմ Արմեն, բայց ես չգիտեմ, բարերը չգիտեմ, մի մտածի, բոլորս էլ տենց անցել են, ասում եմ, բայց ինչ, մարդիկ կտեսնեն, չէ, որ ես չեմ երգում, ինչ ասեմ, ասեց, ասա տանձ ու խնձոր, ու տենց մի խոսքով իրոք, բայց մայստրոն շատ մայստրոյի ձեռքերը ու աչքերը, գիտեք, որ կանգնում է, ուղղակի ուզես չուզես երգացնում է, էլի, ես ուղղակի ասեմ ինքը հիմա 97 տարեկան է, արդեն աթոռին նստած է, ու գիտեք, Հայաստանում Եվ գիտեք ինչ, իրեն կոչվում էր Հայաստանի ակադեմիական երգչախումբ, այս նոր ղեկավարությունը մի քանի ամիս առաջ դարձրեց ուրեմն Չեքիջյանի անվան երգչախումբ, որտեղ իրոք արժեր, քանի որ ինքը 61 թվականից այդ երգչախումբն է ղեկավարում, ինքը Թուրքիայից եկավ եւ հետ ստեղծեց այդ երգչախումբը եւ իրոք աշխարհի կարող եմ ասել Վլադիվոստոկից բռնած համերգներ, Օմսկ, Տոմսկ, Մոսկվաներ երևի սենց անթիվան համար, Լենինգրադ, Սանկտ Պետերբուրգ, մի խոսքով այդ երգչախումբում ես 3 տարի սովորեցի սենց ասեմ երգել ու ընդունվեցի որպես մենակ ներքիչ։ Ինչ կարող եմ ասել։ Ուզում եմ, որ երեխեքը ձեր փորձեն երաժշտությունը լավ բան է, էլի, կամ տանը միշտ միացնեք, թող որակյալ լավ երաժշտություն լսեն, որտեղ փոխում է լրիվ։
եթե դու տրամադրություն չես ունենում, եթե մի անգամից մի հատ մի քանի տող երգում ես, լրիվ փոխվում է քո ուրեմն հա տղաներից էլ որ քանի որ դուք իմ շատերը իմ տղաներին ինձանից այդտեղ երևի 8-10 տարի առաջ իմացել եք, որովհետև իրենք Արմենը, որտեղ մենք ապրում ենք, այդ Թաքվիլը City ինքը ընտրվեց, ասենց ասած, City Council ամերիկացիները, դա գիտեք, ընտրովի գնում, մեզ մոտ երևի մատերի վրա կաշվեք հայերը, ինքը ընտրվեց City Council և շատ, այսինքն միջև դա էլ ինքը դպրոցում էլ վերջի հայսկուլում պրեզիդենտ էին ընտրել, հետո համալսարանում վերջի տարին որպես պրեզիդենտ ուրեմն աշխատեց ու հիմա էլ անցյալ տարի կարծեմ որպես պրեզիդենտ կոնսուլների այդ president of council ինչ խոսքով ուր Արմեն է գնաց հա հա ինքը այդ սիրում է ակտիվ այդ Արան էլ նստած է ինքն էլ ուրեմն իրենք երկու համալսարան ավարտեցին Կոնկրետեսնի բլոկ չկարելի է երկու համալսարան ավարտեց եւ հենց համալսարանը չավարտած իրեն աշխատանք տվեցին համալսարանում կարծեմ ֆինանսական տնօրեն Սիեթլի համալսարանի հա արեք հա մի հատ վերկաց թողի ման իրենք էլ համեստ են էլի իմ երևի հա փոքր տղասը Միքայելը կարող է Արագիլը կարող է երկի հա Միքայել կարող ես լավ արի Արագիլ երկի Ես ոչ անտունեմ, ոչ էլ տարագիր, ունեմ հանգրվան, ունեմ օտևան, ազատ հայրենիք, երջանիկ ելքիր, երջանիկ ելքիր, բարի արագիլ, բախտի արագիլ, արագիլ գրնան, արագիլ ամրան, իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ, բյունհր սիլձանին, բարդու կատարին, արագիլ ինձ հետ, ուրավ քով երկիր, Yaylavu veran, anderot devan, Altaray gine, manuşak yelki, manuşak yelki. Bari aragi, bahti aragi, aragi
Եթե դու այսպես չերքեիր էլ մենակ երեխաների համար, որ դու տվել ես մեզ, ես Արային ու Արմենին գիտեմ, ու մի անգամ ես ռուսերենով մոտեցա իրանց ասի, երեխեք եկեք էլի իմ միջոցառմանը ռուսերենով ասեցի, մի քիչ հայերեն դսովորեք, երկուսը իրար հետ ասում, բայց մենք հայերեն խոսում ենք։ Հենց որ շնորհակալ ենք համել քո մամային, լսում ես մամա ջան։ Համել քեզ շնորհակալություն, որ ես հայ տղաներ ես մեծացնում։ Մի խոսքով շնորհակալ եմ մեր երեկոն կայացավ, լսենք Տեր հորը, ես հրապարակի։ Ես շնորհակալություն հատուկ Տեր Վազգենին, որ այս առիթը ձեռնեց ինձ համար։ Գիտեք, եկեղեցում երգելը մի ուրիշ ուղղակի չեք պատկեր։ Ինձ համար էլի այս լուսավոր այս Աստծո տանը մի ուրիշ շատ շնորհակալություն ձեզ։ Դու հրաժարվել ես։ Չէ, իսկապես ես վայելեցի, վստահ եմ, որ դուք էլ վայելեցի։ Դեռ ես կարող եմ ասել, սա շատ փոքրիկ մասն է մեր հրանտի, ուրեմն երկացանկի, տաղանդի, հուսամ ժամանակը գգա ավելի լավ, ավելի լայն միջավայրերի մեջ կմբոշնենք իր երկը։ Ես միշտ ասել եմ, երկը լավ է, և միշտ ասել եմ նաև, որ միայն չարերը երկ չունեն։ Մարդը, որ ազնիվ հոգի ունի, ինքը նաև երկ ունի, սա մեր ժողովրդական առարկա։ Որը իսկապես երկը ունի այդ ուժականությունը, այդ զորությունը ունի, և ինչպես որ մեր Հասմիկը ասեց, մեր համայնքը շատ լավ համայնք է, և մենք ուրախ ենք, որ ունենք նման լավ արվեստագետներ, ճաշակով մարդիկ, որի համար շնորհակալություն քեզ, Խրան ջան, և մաղթեմ, որ ապագայի նույնպես լավ առիթներ լինեն, ուրեմն վայելելու քո ձայնը և նաև քո երգարվեստը։ Անշուշտ նաև մեր Մադամ Վլասովային ջեմ շնորհակալություններ և Ես հրանտին արդեն քանի տարի է ճանաչում եմ, մենք ընդհանուր ընկերներ ունենք, լավ ընկերներ ունենք, բայց հավատացեք, եթե Հասմիկի այս նախանձախնդրությունը չլիներ, Հասմիկի կամեցողությունը չլիներ, Հասմիկի եռանդը չլիներ, այս ձեռնարկը համերգը կազմակերպելու, ես երևի մի 7 տարի էլ կճանաչեի առանց այս համերգի, որի համար շնորհակալ ենք Հասմիկին ևս հետաքրքիր։